Նորի եւ Սուրբ Ծնունդը շնորհավոր ենք։ Քանի կարծիք է հայտնել ենք։ Այդքան կարծում եմ բավարար է։ Դուք հիշում եք Աստված վերևն է։ Աստված վերևն է։ Ավելի քան յուրաքանչյուր հավատավոր մարդու դատավորը Աստվածն է։ Ավելի քան կաթողիկոսի եւ հոգեվորականների Աստվածն է դատավորը։ Ով խախտում կանի, Աստված կպատժի։ Ես չէ որ պիտի գնահատական տամ եկեղեցականին, կաթողիկոսին կամ մնացած հավատավոր մարդիկը։ Դա վերադասում։ Իհարկե միաշա որևէ մեկը իրավունք չունի։ Որևէ մեկը իրավունք չունի։ Բալասանյան Փաշինյանի համար Արցախ վերադառնալու էջը փակված է։ Որոդ այդ Փաշինյանի համար փակված է, մեր համար փակված չի։ Առաջին նախ ասեմ ձեզ, որ գոյություն ունի նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որը ստորագրել են Ռուսաստանի Դաշնության նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահան։ Փաստաթուղթը ուժի մեջ է, փաստաթուղթը պետք է բոլոր ուշադիր կարդան, վերաբերում է ավելի քան նրանց, ովքեր այդպիսի հայտարարություններ են անում։ Կապ չունի արցախցիները ընդեղ են, թե ընդեղ չեն, դա հետագայի հարցեր է։ Միանշանակ ասեմ, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ուժի մեջ է, որևէ մեկը, դե մի հատ կետ կա, 6 ամիս առաջ որևէ մեկը պետք էր ընդեղ դիմեր, որպեսզի դուրս գար այդ փաստաթուղթը, որևէ մեկը չի դիմել, փաստաթուղթը ուժի մեջ է, մոտ ժամանակներից կտեսնանք, նրանք ովքեր ասում են արցախցիների, նախ իմ վերադարձը, կոնկրետ իմ վերադարձը, որևէ մեկը իրավունք չունի, իմ տեղը ցույց տալիս, որտեղ պետք է ապրեմ, եւ բոլորին է վերաբերում։ Յուրաքանչյուր տամարդու իրավունքները կոպիտ խախտում են։ Ինչ է նշանակում։ Եթե պարկանց թվում է, թե ասում է Արցախ վերադառնալու Հայաստանի Հանրապետության անվտանգությանը վտանգված է, կարծում 170 աշճան սխալ է ասում։ Օգոստոսի 7-ի փաստաթուղթը է արդեն կա, ոնց որ եկավ նոյեմբերի 9-ին անցավ, այդ օգոստոսի 8-ի փաստաթուղթը էլի, առաջինը փաստաթուղթ չի, այդ մեկ։ Ես չգիտեմ ինչ փաստաթուղթ են ստորագրում, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը իսկապես փաստաթուղթ է, հիմա կարող է մի հատ էլ հոկտեմբերի 8 անեն, մայիսի 8 անեն, բայց նորից ասում, գործնական, գործող փաստաթուղթ գոյություն ունի, դա նոյեմբերի 9-ի 10-ի լույս 2020 թվականի փաստաթուղթն է ուժի մեջ։ Մնացած փաստաթղթերը կապրենք, կտեսնենք, չեմ կարող ասել։ Դուք այդ վերադարձի հույս ունեք ու արցախցիներին նաև կարող Ես թե ոչ թե հույս ունեմ, այլ համոզված եմ 100% որ հետ վերադառնալու են։ Բոլոր արցախցիները հետ վերադառնալու են։ Եվ նորից եմ ասում, Արցախում անհրաժեշտ է, պետք է, որպեսզի հայերը ապրեն, որպեսզի Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ցմահ լինի պաշտպանված։ Անգամ ադրբեջանական վերահսկողության ներքո։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ չկա։ Փաստաթղթից ամբողջ Չկա, երբ որ Խորհրդային Միությունը, այսպես ասած, լուծարվել է, այնտեղ այսօր որևէ միտեղ չկա, որ Լեռնային Ղարաբաղի այն ժամանակ ինքնավար մարզը, այնուհետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը որևէ փաստաթղթով, միջազգային փաստաթղթով ամրագրված չէր եւ չի լինելու Ադրբեջանի կազմ։ Չկա այդպիսի փաստաթուղթ, ես չեմ տեսել ճիշտ ասած։ Փաստաթղթերը մի բանի մասին են, իրականությունն լրիվ այլ, դրա համար եմ հարցնում հիմա։ Գիտեք, աշխարհում հիմա փաստաթղթերը կարելի ասած շատ քիչ փաստաթղթեր է գործում։ Տեսեք, ՄԱԿ-ի փաստաթղթեր, ՄԱԿ-ի բանաձևեր, չգիտեմ, 1001 միջպետական պայմանագրեր, բայց 7-րդ աշխարհամարտը արդեն կա, որևէ մեկը չի հայտարարում, որ 7-րդ աշխարհամարտը սկսել է, որտեղ չկա մի պետություն, որ այս ընդհանուր թողի մեջ չլինի, ճիշտ է։ Բայց որևէ պետություն չի հայտարարում, որտեղ դա շատ ծանր պատասխանատվություն է իր վրա։ Ռուս-ուկրաինական պատերազմ, եք տեսնում եք, դա ռուս-ուկրաինական պատերազմ չի, դա ամբողջ Հարեմուտք, ամերիկաներ, Մեծ Բրիտանիա եւ այլն։ Մենք լավ տեսնում ենք, չէ՞, այդքանը։ Դե հիմա, եթե քրքրենք 1000 մի փաստաթղթեր կա, որ Ուկրաինա, Ռուսաստան, Եվրամիություն, Ռուսաստան, Եվրոպայի տարբեր պետություններ, Ռուսաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ռուսաստան եւ այլն, 1000 մի փաստաթղթեր կա 2022 թվականի Ադրբեջան, չգիտեմ, անունը ինչ է, Ռուսաստանի Դաշնություն, փետրվարին, հիմա այդ փաստաթղթերը գործում է, թե չի գործում։ Գործում այնքանով, որքանով, այդքանով։
Շնորհակալություն։ Մենք էլ ենք շնորհակալ նորից առիթ օգտվել ես ուզում եմ մեր բոլոր ժողովրդին կապ չունի ինքը Հայաստանը մա Արցախը մա Սփյուռքում եղավ շնորհավոր եմ բոլորի աման օրը Սուրբ Ծնունդը ավելի քան վստահ եմ նրանք ովքեր մինչ 2025 թվականը այս օրը ինչ որ խախտումներ են դարձի կգան եւ կոչ կանեմ բոլոր ղեկավարներին, բոլոր մեր քաղաքացիներին, բոլոր մեր հայրենակիցներին, բոլոր մեր հայերին, որպեսզի նրանք, ովքեր հայավարի չեն ապրել, ինչ որ կյանքում խախտումներ են ասել, մեղա Տեր Աստված, դարձի կան մեր ամենայն սրբոց տաճարի կողքին կան դարձի կան։ Այդքան բան, բոլորի շնորհակալություն, առողջ եղեք, մինչ հանդիպում։